Լավ է։ Թող Աստված ձեզ հետ լինի։ Դուք հիմա ինձանից շատ ավելի վատ վիճակում եք։ Գլենդելում լույսը դեռ նոր էր բացվել։ Խոշոր բիզնեսմեն Լևոն Հակոբյանը ոտքով շրջում էր Հայաշատ քաղաքի փողոցներում, հիշելով իր դժվար ու բարդ ճակատագիրը, մինչ Ամերիկա տեղափոխվելը։ Անընդհատ պարտքեր, անհաշվելի վարկեր ու տոկոսներ։ Մինչև աշխատավարձի օրը հազիվ ձգող երիտասարդը այսօր արդեն ուներ իր սեփական լյուքս 10-ի ավտոմեքենան, ապրում էր շքեղ առանձնատանը և ուներ բիզնեսը, որի շրջանառությունը հասնում էր միլիոնների։ Բազմաթիվ փորձություններից հետո մի կերպ գալով Միացյալ Նահանգներ նա կարողացել էր հասնել բարձունքների։ Սկզբում առաքիչ, հետո տաքսու վարորդ ու այդպես շարունակ, ինչպես ասում են, զրոյից հասել էր մեծ հաջողության։ Նա այն բախտավորներից էր, ում ճակատագիրը իսկապես ժպտացել էր, քանզի քիչ չեն դեպքերը, երբ Հայաստանում բարվոք ապրելով գալիս են Ամերիկա ու տարիներ շարունակ մի կերպ գոյատևում։ Մշտապես ապրելով երազանքներով, որ մի օր գուցե իրենց բախտն էլ կբերի, բայց ցավոք, ոչ միշտ է այդպես լինում։ Լևոնի դեպքում, սակայն, ֆորտունան իր կողմ էր թեքվել։ Այդ հաջողությունը պայմանավորել միայն բախտով, իհարկե, ճիշտ չի լինի, քանի որ չէր եղել մի օր անգամ, երբ նա չպայքարեր։ Նա քայլում էր ու վերհիշում 2000-ականների ծանր տարիները Հայաստանում։ Մտքերի մեջ խորասուզված, նա սկզբում չնկատեց, թե ինչպես է մի անտուն իրենից գումար խնդրում, բայց վայրկյաններ անց ուշքը եկավ տեղը։ Լևոնը չէր կարողանում անտարբեր անցնել մեկի կողքով, ով իր օգնության կարիքը ուներ։ Այս անգամ ևս նա $50 մեկնեց նրան ու քայլեց դեպի աշխատավայր։ Glendale Plaza-ում նա վերջերս էր բացել իր Lev Capital Group ներդրումային ֆինանսական ընկերության մասնաճյուղը։ Նրա հիմնական գրասենյակը գտնվում էր Փասադենայի Lake Point Tower-ում, քաղաքի ամենախաղաղ, բայց ամենահեղինակավոր շենքում։ Զբաղվում էր տարբեր ներդրումներով, ժամանակակից տեխնոլոգիաներ, ստարտափներ ու այլ ոլորտներ։ Նրա տնօրինության ներքո աշխատում էր ավելի քան 100 մարդ, որոնց մի մասը ազգությամբ հայեր էին։ Լևոնը, սակայն, էական տարբերություն դնում էր ոչ թե ազգային պատկանելիության, այլ մարդ տեսակի վրա։ Նրա ենթակաները հազվադեպ էին տեսնում նրան, իսկ տեսնելիս աշխատում էին շողոքորթել։ Լևոնը ատում էր մարդկային այդ ճղճիմությունը, սակայն քչերը գիտեին այդ մասին։ Հասնելով աշխատավայր, նա բացեց իր գրասենյակի դուռը և ներս մտավ։ Հարկում դեռ մարդ չկար։ Տնօրենը առաջինն էր եկել։ Աստիճանաբար բոլորը եկան, և օրը սկսվեց մեծ թափով։ Օրական տասնյակ պայմանագրեր ու հանդիպումներ կային, բայց այդ օրը որոշիչ էր լինելու։ Նրա խորհրդականներից Լյուսին ու տեղակալ Զավենը արդեն մի քանի շաբաթ էր, ինչ համոզում էին, որպեսզի ղեկավարը տա իր համաձայնությունը և նրանք ներդնեն շուրջ $5 միլիոն նորահայտ մի ստարտափի համար։ Լևոնը զգուշորեն էր մոտենում նման հարցերին և չէր սիրում շտապել, բայց տեղակալները չէին հանձնվում։ Պարոն Հակոբյան, վստահեցնում եմ ձեզ, սա կլինի այս տարվա մեր լավագույն ներդրումը։ Համոզում էր Լյուսին։ Հահա, Լևոն, կնոջ ինտուիցիան միշտ ուժեղ է լինում, վստահիր դրան։ Հավելում էր Զավենը, ով տնօրենի ընկերն էր նաև։ Օրեր անց, վերջապես նրանց հաջողվեց հավատացնել ղեկավարին, որ այս գործարքը արդարացված է։ Նա տվեց կանաչ լույս ու սկսվեց գործարքի տեխնիկական ու բյուրոկրատական հատվածը։ Հենց հաջորդ օրը միջանցքում նա լսեց, թե ինչպես է տեղակալը բարկանում աշխատակիցների վրա։ Ինձ լսիր տղա, այլևս չփորձես հակառակվել ինձ և մյուս անգամ աշխատիր քիթդ ճխոթել այնտեղ, որտեղ պետք չէ։ Նրա դիմաց կանգնած երիտասարդին Լևոնը առաջին անգամ էր տեսնում։ Մտածեց, որ երևի վերջերս էր գործի ընդունվել։ Ուզում էր մոտենալ ու հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց որոշեց սպասել ու հետևել։ Նրան հաճույք էր պատճառում այն, թե ինչպես էր Զավենը բարկանում, բայց ինչ էր որ լիներ, վերջում միշտ հաշտեցնում էր ու ոչ ոքի գործից չէր հեռացնում։ Այս անգամ, սակայն, տեղակալի հետ կանգնած երիտասարդը տպավորեց նրան։ Պարոն Մեսրոպյան, բայց ախր դա շատ կասկածելի գործարք է, իսկ նորաստեղծ ընկերության հետ կապված դեռ մի շարք հարցեր կան, որ պետք է պարզել։ Ասաց նա, փորձելով ներկայացնել իր տեսակետը։ Քո կարծիքը ոչ ոք չի հարցրել, ձայնդ կտրիր ու գործիդ անցիր,
բորբոքվեց Զավենը։ Բայց սա հենց իմ գործն է, ու ես պնդում եմ, որ պետք չէ շտապել։ Շարունակեց նա։ Լևոնը նկատեց, որ մյուս աշխատակիցները նույնպես իրենց հայացքները սևեռել են նրանց վրա, ինչը արդեն վտանգի նշան էր։ Մեսրոպյան մի րոպեով մտիր ինձ մոտ, խնդրում եմ։ Կանչեց նա, որպեսզի թուլացնի իրավիճակը։ Զավենը շրջվեց ու քայլերն ուղղեց դեպի նա։ Երբ մտան աշխատասենյակ, Լևոնը հետաքրքրվեց, թե ինչու էր այդքան զայրացել։ Զավենը խոր շունչ քաշեց ու ասաց. Մեր նոր վերջոցաբաններից է։ Երեկվա դեղնակտուցն է, եկել ինձ ուղղություն ա ցույց տալիս։ Լևոնը մի բաժակ վիսկի լցրեց ու մեկնեց նրան։ Լավ, դե հանգստացի, ու հիշիր, որ մյուս անգամ, հատկապես այլ աշխատակիցների ներկայությամբ, ոչ մեկի վրա չբղավես։ Հանգիստ ասաց Լևոնը և շարունակեց. Դու գիտես, որ ես ազատություն եմ տալիս քեզ, բայց հիշիր, որ ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մի քանի օր անց, երբ Լևոնը տանն էր, իր շքեղ հյուրասենյակի լռության մեջ, հեռախոսը հանկարծակի զնգաց։ Էկրանի վրա վառվեց Զավենի անունը։ Զավեն, մտածեց նա, այս ժամին զանգի չէր սպասում։ Ալո, լսում եմ, ասաց նա հանգիստ, չնայած ներսում ինչ-որ անհանգստություն էր զգում։ Լևոն ջան, խնդիր ունենք, շատ լուրջ խնդիր։ Շփոթված ձայնով սկսեց Զավենը։ Ինչ խնդիր, ասա ուղիղ, ասաց Լևոնը, անմիջապես կանգնելով տեղից։ Այն ստարտափը, որին մենք ներդրեցինք 5 միլիոն, բարձվում է, գոյություն չունի։ Թղթերը կեղծ են եղել, հիմա ոչ ոքի չենք կարողանում գտնել։ Ընկերության կայքը անջատել են, հեռախոսահամարներն էլ չեն պատասխանում։ Լևոնը մի պահ լռեց, նրա հայացքը սառեց պատուհանի ապակու վրա արտացոլված սեփական դեմքին։ Ես ինչ ես ասում, Զավեն, սա ինչպես կարող էր պատահել, եթե դու ինքդ ես վերահսկել գործարքը։ Ես էլ չեմ հասկանում։ Ամեն ինչ կարգին էր թվում։ Հաստատքները ստուգված էին, իրավաբանները հաստատել էին։ Բայց հիմա պարզվում է, որ ամբողջ շղթան կեղծիք էր, կարծես շատ լավ մտածված խաբեություն լինի։ Լևոնը չպատասխանեց։ Նա անցավ սեղանի մյուս կողմը, լցրեց մեկ բաժակ ջուր, բայց ձեռքերը դողացին։ 5 միլիոն դոլար, գոլորշիացած մի ակնթարթում։ Լավ, հանգստացիր։ Վերջապես ասաց նա։ Վաղը առավոտյան հավաքիր բոլոր տվյալները։ Փողլյուսին իրավաբանը և մեր անվտանգության պատասխանատուն լինեն տեղում, ես ինքս կգամ գրասենյակ։ Զավենը համաձայնեց, բայց նրա ձայնը դողում էր։ Զանգը կտրվեց, սենյակը նորից լռեց, միայն պատի ժամացույցի ձայնն էր լսվում։ Լևոնը նստեց բազկաթոռին ու փակեց աչքերը։ Նրա մտքով անցնում էին անուններ, դեմքեր, հնարավոր մեղավորներ։ Իսկ ինչ-որ տեղ խորքում անսպասելի ձևով հիշեց այն երիտասարդ վերլուծաբանին, որ փորձում էր զգուշացնել։ Գուցե նա ճիշտ էր, կամ գուցե գիտեր ինչ-որ բան։ Մտածեց Լևոնը, սառը ժպիտով։ Օրեր անց նոր մանրամասներ սկսեցին ի հայտ գալ։ Քննությունը բացահայտում էր, որ խաբեությունը կազմակերպված էր ներսից, մի քանի աշխատակիցների մասնակցությամբ։ Վերլուծաբանների որոշ հաշվետվություններ կեղծված էին, իսկ ստարտափի հետ կապ ունեցող անձանց թվում հայտնաբերվել էին հենց Lev Capital Group-ի ներսի մարդիկ։ Զավենը ամեն օր գրասենյակից դուրս չէր գալիս։ Նա զբաղված էր փաստաթղթերի ստուգմամբ, մարդկանց հարցաքննությամբ, ոստիկանության և մասնավոր հետաքննող գործակալության հետ հաղորդակցմամբ։ Երբ հերթական օրը նա մտավ Լևոնի աշխատասենյակ, վերջինս արդեն գիտեր, որ լուրերը վատ են։ Զավենը փակեց դուռը, մոտեցավ սեղանին և մի պահ լռությունից հետո ասաց. Լևոն ջան, պիտի մի բան ասեմ։ Մենք պարզել ենք, որ ներսում դավադիժներ են եղել։ Մարդիկ, ովքեր կապ են ունեցել այդ fake ստարտափի հետ, հաստատքները կեղծել են հենց մեր ներսում։ Լևոնը հանգիստ նստած էր, նրա դեմքը լարված էր, բայց վերահսկված։ Հասկանում եմ, իսկ գիտենք ովքեր են եղել։ Զավենը խոր շունչ քաշեց։ Կան անուններ, բայց դեռ վաղ է ասել։ Մի քանի վերլուծաբաններ են, որոնք տվել էին դրական եզրակացություն։ Զավենը շարունակում էր պատմել, թե ինչ բացահայտումներ են արվել վերջին օրերին, երբ Լևոնը հանկարծ ընդհատեց նրան։ Զավեն, մի րոպե,
Իսկ են տղան ուր է։ Էդ նոր վերլուծաբանը։ Էն որ քեզ հետ վիճում էր միջանցքում։ Ինչ էր անունը։ Զավենը մի պահ լռեց, հետո իբր անտարբերությամբ ասաց. Էդ տղան անունը Միքայել էր, աշխատանքից ազատել եմ, չէի ուզում ռիսկի գնալ։ Այսօր բոլորին չենք կարող վստահել, թե չէ շատ կասկածելի էր իր պահվածքը։ Սկզբում դեմ էր գործարքին, հետո լրիվ լռեց, չէի հասկանում ինչ խաղ է խաղում։ Լևոնը հենվեց աթոռի թիկնակին, ձեռքը բերանին պահած։ Էն օրը նա ճիշտ էր ասում, ասաց նա մտահոգ հայացքով։ Ու հիմա երբ տեսնում եմ ինչ է կատարվել, մտածում եմ միգուցե հենց նա էր միակը, ով իսկապես հասկացել էր վտանգը։ Զավենը թեթև ժպտաց, բայց ձայնի մեջ զգացվեց լարվածություն։ Հնարավոր է, բայց մենք դեռ ստուգում ենք, չեմ բացառում, որ հենց այդ ճիշտը խավի մի մասն էր։ Գուցե էլի ինչ-որ կապեր ունի, գուցե իր այդ պահվածքով ուզում էր ապահովագրել իրեն ու մաքուր դուրս գալ։ Լևոնը գլխով արեց։ Լավ, հետաքննությունը թող իր հունով գնա, բայց մի բան հիշիր, Զավեն, երբեմն ճշմարտությունը գալիս է այն մարդուց, ում բոլորն են կասկածում։ Զավենը ժպտաց, փորձելով թաքցնել իր անհանգստությունը ու դուրս եկավ սենյակից։ Լևոնը դեռ երկար նստած մնաց նույն դիրքով։ Պատուհանից դուրս Գլենդելի լուսարձակները կարծես ավելի հեռու էին թվում։ Նրա աչքերի առջև կանգնած էր այն երիտասարդի դեմքը հանգիստ, բայց համարձակ հայացքով։ Նա մեղմ ասաց ինքն իրեն. հետաքրքիր տղա էր, պիտի գտնեմ նրան։ Օրերն անցնում էի լարված ու ծանր մթնոլորտում։ Գլենդելի փողոցները, որոնք միշտ նրա համար հանգստության ու հպարտության խորհրդանիշ էին, հիմա թվում էին անտարբեր ու սառը։ Մի առավոտ, երբ Լևոնը որոշեց մի փոքր քայլել, միտքը թարմացնելու համար, նրան դիմավորեց սովորական քաղաքային տեսարան, շտապող մարդիկ, բացվող սրճարաններ, արևի առաջին շողերը շքեղ ցուցափեղկերին։ Եվ հենց այդ պահին մոտեցավ մի անտուն, հոգնած, խեղճացած տեսքով։ Նա ձեռքը մեկնեց ու խեղճ ձայնով ասաց. Պարոն, մի բան տվեք, օրերով բան չեմ կերել։ Լևոնը դանդաղ կանգ առավ, ձեռքը տարավ գրպանը, բայց անմիջապես հասկացավ, որ կանխիկ գումար իր մոտ չկա։ Նա զգաց այն ցավալի, անհարմար զգացումը, երբ ուզում ես օգնել, բայց չես կարող։ Շրջվեց, փնտրելով ինչ-որ ելք, ու հենց այդ պահին տեսավ կողքով անցնող երիտասարդին, առանց երկար մտածելու, դիմեց նրան. Կներես, երիտասարդ, մոտս կանխիկ չկա, չես կարող մի փոքր օգնել, այս մարդը հացի փող է ուզում։ Երիտասարդը առանց հապաղելու կանգ առավ, ձեռքը գրպանը տարավ, հանեց $10 և առանց մի բառ ավելացնելու մեկնեց։ Հիմա ավելին չունեմ, ասաց նա խաղաղ ձայնով ու քայլեց առաջ։ Լևոնը մի պահ քարացավ, նրա հայացքը հետևեց երիտասարդին, մինչև նա հեռացավ մարդկանց մեջ։ Մի քանի վայրկյան հետո նա շրջվեց դեպի անտունը, գումարը մեկնեց նրան ու մեղմ ժպտաց։ Բայց երբ նորից նայեց այն ուղղությամբ, որտեղ երիտասարդը կանգնած էր մի քանի վայրկյան առաջ, հիշողությունը արթնացավ։ Այդ տղան Միքայելն էր։ Նույն երիտասարդ վերլուծաբանը, ում հեռացրել էին աշխատանքից, եւ այդ պահին ինչ-որ բան ներսում փոխվեց։ Լևոնը երկար կանգնած մնաց փողոցի եզրին, նայելով այն ուղղությամբ, ուր մի պահ առաջ հեռացավ նա։ Նրա մտքում սկսեցին խառնվել զգացումներ, կասկածներ ու հուշեր։ Խարդախ ու ստախոս մարդը չէր կարող այդպես անշահախնդիր օգնության ձեռք մեկնել անծանոթին։ Դա չէր տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ բնավորության սահմաններում։ Բայց մյուս կողմից Միքայելը գուցե ճանաչել էր իրեն, թեկուզ երբեք անձամբ չէր հանդիպել, բայց թերևս կիմանար։ Գուցե դիտմամբ էր իրեն պահում, թե չի ճանաչել ինձ, գուցե գիտի, որ հիմա նրան կասկածում ենք։ Մտածեց նա, քայլելով դեպի մոտակա սրճարանը։ Զյան հասկանալի զգացում էր, մեղքի, հետաքրքրության ու կասկածի խառնուրդ։ Նա պատվիրեց սև սուրճ և երկար նայեց նրա գոլորշուն։ Ոչ, մտածեց, ես չպետք է թողնեմ այս գործը ուրիշների վրա։ Եթե ներսում դավադրություն կա, ես ինքս պիտի հասկանամ, ով է կազմակերպել, և դա կանեմ ոչ թե զուտ հաշվապահությամբ ու փաստաթղթերով, այլ մարդկանց ներսը կարդալով։
Այդ պահից Լևոնը որոշեց հետաքննությունը վերցնել իր ձեռքը, բայց ոչ դասական ճանապարհով։ Նա սկսեց գործել անսովոր ձևերով։ Անցած փորձերի շնորհիվ լավ գիտեր, երբեմն ճշմարտությունը թաքնված է ոչ թե փաստաթղթերում, այլ մարդկանց հայացքներում, մի փոքրիկ ժպիտում կամ ձեռքերի դողում։ Այդ օրվանից նրա կյանքը նոր փուլ մտավ։ Լևոնը ներդրումների նորաստեղծ կայսրության տերը, հիմա պատրաստվում էր անձամբ մտնել ստվերների աշխարհ, բացահայտելու թե ով էր խաբել իրեն, եւ ինչու։ Երբ հաջորդ առավոտ նա հասավ աշխատավայր, նրա դեմքին դեռ տեսանելի էր նախորդ օրվա լարվածությունը։ Արագ բարձրացավ վերև, ուղիղ Զավենի աշխատասենյակ, ուզում էր զրուցել հետը եւ մի քանի խորհուրդ հարցնել, բայց դուռը բացելուն պես կանգ առավ։ Նա քարացավ տեղում։ Զավենի գրասենյակի ներսում, իր սեղանի մոտ, Զավենն ու Լուսին սեղմել էին իրար, շփոթեցնող անկեղծությամբ համբուրվում էին։ Լույսը ընկնում էր պատուհանից, բացահայտելով նրանց շփոթ շարժումները։ Լևոնի դեմքից գույնն անհետացավ։ Մի վայրկյան նա չհավատաց աչքերին։ Երբ նկատեցին նրան, երկուսն էլ ցնցվեցին։ Լուսին արագ հետ քաշվեց, շփոթված շրթունքները ձեռքով սրբեց եւ մի բառ ասելու փոխարեն պարզապես շտապեց դեպի դուռը։ Պարոն Հակոբյան, կներեք, ես շատ եմ ափսոսում։ Շփոթված արտաբերեց նա եւ վազքով դուրս եկավ միջանցք։ Սենյակում մնաց լռություն։ Զավենը փորձեց ինչ-որ բան ասել, բայց Լևոնը ձեռքը բարձրացրեց, հակիրճ շարժումով, կարծես ասելով՝ լռիր։ Նա շրջվեց դեպի դուռը, առանց մեկ բառ ասելու դուրս եկավ եւ գնաց իր աշխատասենյակ։ Նստեց աթոռին, մի քանի րոպե լուռ նայեց պատուհանից դուրս։ Նրա մտքում ասես ֆիլմի նման պտտվում էին վերջին օրերի բոլոր իրադարձությունները, կեղծ ներդրում, խաբեություն, անհետացած գումար եւ հիմա էլ այս տեսարանը։ Զավենը ամուսնացած է, գրողը տանի, նա նույնիսկ 2 երեխա ունի, իսկ այդ Լուսին շատ էլ որ երեխաներ դեռ չունի, բայց նա նույնպես ամուսնացած է։ Մտածեց նա, վրդովված։ Այդ պահից ինչ-որ բան փոխվեց նրա ներսում։ Այլևս չէր վստահում ոչ մեկին, ոչ Զավենին, ոչ Լուսիին, ոչ իր նախկին խորհրդականներին։ Այս դավաճանությունը, թե անձնական, թե գործնական, նրան ստիպեց կասկածել, որ ամեն ինչ, այդ թվում ներդրումային խաբեությունը, գուցե շատ ավելի խորը եւ վտանգավոր հիմք ունի, քան պարզապես ֆինանսական սխալը։ Մի քանի օր անց Լևոնը պահպանելով իր սովորական սառնասրտությունը, որոշեց գործել այլ տակտիկայով։ Նա գիտեր, բաց այդ խոսակցություններով ոչինչ չէր պարզի։ Եթե իր թիմի ներսում իսկապես դավադրություն կար, ապա այն բացահայտելու միակ ձևը մարդկանց փորձերն էր նրանց անսպասելի պահվածքի միջով։ Այդպես էլ որոշեց։ Նա հրավիրեց բոլորին, հայտարարելով, թե ցանկանում է կազմակերպել փոքր կորպորատիվ երեկույթ ի նշան ընկերության տարեդարձի։ Հրավերները ուղարկվեցին բոլորին, առանց բացառության։ Նույնիսկ այն աշխատակիցներին, ովքեր վերջին ամիսներին հեռացվել էին, այդ թվում Միքայելին։ Աշխատակիցները զարմացել էին, քանի որ հետաքննությունը դեռ չէր ավարտվել։ Ոմանք դա ընդունեցին որպես հաշտության եւ վերականգնման նշան, մյուսները որպես ուղղակի ձևական ժեստ։ Իսկ Լևոնը, ով անձամբ էր կազմել հյուրերի ցուցակը, մանրակրկիտ մտածել էր ամեն մի մանրուքի մասին։ Նրա ծրագիրը պարզ էր՝ դիտարկել, վերլուծել, լսել մարդկանց խոսքերը, շարժումները, հայացքները։ Երեկոն պետք է կայանար Փասադենայի Lake Point Tower-ի վերնահարկում գտնվող առանձնացված սրահում, որտեղից բացվում էր հիանալի տեսարան դեպի գիշերային Գլենդել։ Լևոնը հատուկ հրահանգեց, որ մթնոլորտը լինի ազատ, երաժշտությունը մեղմ, իսկ խմիչքը առատ։ Նա ուզում էր, որ մարդիկ զգան վերահսկողություն չկա։ Թող խոսեն, ծիծաղեն, գուցե նույնիսկ անզգուշաբար բացեն այն, ինչ թաքցրել էին։ Նա նաև կարգադրել էր անվտանգության թիմին, չմիջամտել, բայց գաղտնի արձանագրել երեկոյի ընթացքը։ Եվ երբ ժամանեց իր հերթը, Լևոնը բարձրացավ բեմ նման փոքր հարթակի վրա, վերցրեց գինու բաժակը եւ ասաց. «Այս երեկոն ես կազմակերպել եմ ոչ թե պարզապես հանգստանալու համար, այլ որպեսզի հիշենք, ովքեր ենք եղել եւ ինչից ենք սկսել»։ Երբ մարդը կորցնում է իր արմատները, նա դադարում է հասկանալ, թե ուր է գնում։ Աշխատակիցները ծափահարեցին, լույսերը մեղմվեցին, երաժշտությունը փոխվեց ավելի ջերմ մեղեդու,
Բայց Լևոնը, բաժակը ձեռքին, շրջում էր սրահով, ժպտալով բոլորին եւ միաժամանակ ամեն մեկին ուշադիր դիտելով։ Ուշ երեկո էր, սրահում արդեն երաժշտությունը բարձրացել էր, ծիծաղներն ու գինու բաժակների զրնգոցը լցրել էին ամբողջ հարկը։ Բոլորը գինովցել էին, ոմանք անկեղծ ուրախությամբ, մյուսները ձևական ժպիտներով։ Լույսերը մեղմ էին, եւ Լևոնը, մի քանի բաժակ խմելուց հետո, աննկատ դուրս եկավ սրահից։ Նրա քայլերն ուղղվեցին դեպի շենքի հիմնական մուտքը, բայց այդ քայլերը պատահական չէին։ Նա արդեն նախապես ամեն ինչ ծրագրել էր։ Մի քանի օր առաջ գաղտնի պայմանավորվել էր շենքի անվտանգության ծառայության ղեկավարի հետ, խնդրել էր, որ երեկոյի ընթացքում կես ժամով թույլ տան մի մուրացկանի նստել մուտքի մոտ։ Անվտանգության աշխատակիցները զարմացել էին, բայց Լևոնը վճարել էր այնքան, որ ոչ ոք չհարցնի ավելին։ Ոչ ոք սակայն ընդհուպ անվտանգությունը չգիտեր, որ այդ մուրացի կլինելու էր հենց ինքը։ Նա նույնիսկ հատուկ պատվիրել էր հին, մաշված հագուստ, հին կոշիկներ, կեղծ մորուք եւ գլխարկ, որոնք նրան դարձնում էին գրեթե անճանաչելի։ Եվ հիմա, երբ բոլոր հյուրերը վերնահարկում էին, նա նստեց մուտքի կողքին, դռան ստվերում, ձեռքը պարզած, փոքրիկ մետաղյա բաժակը կողքին։ Նա միլիոնատեր, ղեկավար, հայտնի ներդրող, հիմա վերածվել էր հասարական տունի։ Ոչ ոք այդ մասին չգիտեր, նույնիսկ Զավենը։ Նա նայում էր վերև, այնտեղ, որտեղ վարվում էին իր կազմակերպած երեկույթի լույսերը, ու մտածում էր, ինչպես կարձագանքեն իր աշխատակիցները, երբ դուրս գան։ Կձգեն անցնել կողքով անտարբեր, թե մեկը կանգ կառնի ու օգնության ձեռք կմեկնի։ Լևոնը ուզում էր տեսնել նրանց իրական դեմքերը, առանց փողերի, առանց դիմակների, առանց պաշտոնական ժպիտների։ Քանի որ միայն այսպես կարելի էր իմանալ, ովքեր են իր կողքին իսկական մարդիկ, եւ ովքեր պարզապես թվերներ, որ շողում են, քանի դեռ լույս կա։ Երբ երեկոն ավարտվեց, արդեն գիշերը մոտենում էր։ Երաժշտությունը դանդաղ մարեց, մարդիկ մեկը մյուսի հետևից սկսեցին դուրս գալ, ծիծաղելով, բարձր խոսելով, ոմանք հարբածի քայլերով։ Լևոնը դեռ իր անճանաչելի կերպարով նստած էր մուտքի մոտ, նույն մուրացիկի դիրքով, ձեռքին մաշված բաժակ, գլխին հին գլխարկ։ Նա չէր շարժվում, միայն ժամանակ առ ժամանակ նայում էր մարդկանց դեմքերին, հասկանալու, կարդալու։ Առաջինները, որ անցան, նրա կողմը չնայեցին, ոմանք նույնիսկ փորձեցին շրջանցել, չհպվելով, կարծես վախենում էին նրա ներկայությունից։ Հաջորդ խմբից մի քանի հոգի ժպտացին, բայց առանց կանգնելու շարունակեցին իրենց ճանապարհը։ Լևոնը տեսնում էր նրանց աչքերի դատարկությունը, նույն մարդիկ, ովքեր երեկոյի ընթացքում խոսում էին մարդկությունից ու խղճից։ Երբ մոտեցավ Զավենը, թեթևակի հարբած, նա դժգոհ հայացքով կանգ առավ։ Էս ինչ ա ձեր մոտ կատարվում։ Ինչի եք թույլ տվել, որ շենքի մուտքի մոտ մուրացկան նստի։ Փերացրեք նրան հենց հիմա։ Բարկացած ասաց նա, ուղղվելով անվտանգության աշխատողներին։ Անվտանգության աշխատակիցները փորձեցին ինչ-որ բան բացատրել, բայց Լևոնը, նստած նույն տեղում, գլխի վայր խոնարհեց հայացքը, որպեսզի չբացահայտվի։ Զավենը դժգոհությամբ շրջվեց ու հեռացավ, առանց մեկ վայրկյան էր մտածելու։ Միայն 3 հոգի կանգ առան։ Երիտասարդ հաշվապահուհին, Անի անունով, մի միջին տարիքի վարորդ եւ Միքայելը։ Նրանք մոտեցան մուրացկանին։ Անին զգույշ դրեց $10 առանց խոսքի։ Վարորդը, կարճ հայհոյելով այս կյանքն էլ էսպես է, գրպանից հանեց $5 եւ գցեց բաժակի մեջ, բայց Միքայելը երկար նայեց նրան։ Նա գրպանից հանեց $100 եւ առանց մի խոսքի դրեց Անտունի ձեռքին։ Աստված ձեզ հետ լինի, դուք հիմա ինձանից վատ վիճակում եք, ասաց նա, մեղմ ու հեռացավ։ Լևոնը զգաց, որ սիրտը դողում է։ Նա ոչինչ չասաց, բայց աչքերի մեջ ինչ-որ բան վառվեց, ոչ միայն զարմանք, այլ վստահություն։ Երբ բոլորն արդեն հեռացել էին, նա դանդաղ բարձրացավ տեղից, գլխարկը հանեց, շունչը խոր քաշեց։ Այդ գիշեր ամեն ինչ պարզ դարձավ։ Նա հասկացավ, թե ում է պետք վստահել եւ նաեւ ում չի կարելի անգամ ձեռք սեղմել։ Լևոնը պատրաստվում էր իր հաջորդ քայլին, եւ այս անգամ դա լինելու էր ոչ թե բիզնես որոշում, այլ կյանքի ամենաբարդ ու վճռական փորձությունը։
Լևոնը այլևս չէր վստահում ոչ մեկին։ Նրա ներքին զգացողությունը հստակ ասում էր, խաղը շատ ավելի խորն է, քան թվում է։ Մի ուշ երեկո նա գաղտնի հանդիպեց իր հին ծանոթներից մեկին, մասնավոր հետախույզի, Արմեն Մանուկյանին, ով նախկին ոստիկան էր։ Արմեն, ես ուզում եմ, որ հետևես նրանց, Զավենին ու Լյուսիին, ամեն քայլը, ամեն հանդիպումը, ամեն փոխանցումը, ու պիտի գտնես այն մարդուն, ով հասանելիություն ունի նրանց բանկային հաշիվներին։ Ես պիտի իմանամ ճշմարտությունը, ասաց նա դանդաղ, բայց վճռական ձայնով։ Հետախույզը գլխով արեց։ 2 շաբաթ ժամանակ տուր, ես ամեն ինչ կբերեմ փաստերով։ Եվ նա անհետացավ։ 2 շաբաթ Լևոնը ապրեց անսահման լարվածությամբ։ Ընկերության ներքին հետաքննությունը ձգձգվում էր անհասկանալի պատճառներով։ Զավենն իր առաջ շարունակում էր խաղալ հավատարիմ ընկերոջ դերը, իսկ Լյուսին հոգատար խորհրդականի։ Բայց Լևոնի ներսում կասկածն արդեն վերածվել էր համոզմունքի։ 2 շաբաթ անց Արմենը վերադարձավ։ Նրա դեմքը լուրջ էր, ձայնը ցածր։ Պարոն Հակոբյան, ձեր կասկածները ճիշտ են եղել, ասաց նա և դրեց թղթապանակը սեղանին։ Լևոնը բացեց։ Ներսում կային լուսանկարներ, բանկային փաստաթղթեր, ձայնագրությունների տեքստեր։ Զավենն ու Լյուսին ամեն ինչ կազմակերպել է։ Այդ ստարտափը Նովաթեք կանոնով իրականում գրանցված է 3-րդ անձի վրա, բայց ղեկավարվում էր հենց նրանց կողմից։ Նրանք օգտագործել են ձեր վստահությունը։ $5 միլիոն փոխանցվել է տարբեր միջանկյալ հաշիվներով և վերջին կանգառը հենց նրանց հաշվեհամարներն են եղել։ Գումար հոսքերի մեծ մասը տեղափոխվել է օֆշոր։ Լևոնը լուռ էր, միայն մատներով սեղանի վրա թեթև հարվածում էր, մտածելով հաջորդ քայլը։ Արմենը շարունակեց. Բայց սա ամենը չէ։ Նրանք արդեն սկսել են պատմություններ տարածել ներսում, թե այս ամենի ետևում կանգնած է Միքայելը։ Պատրաստվում են ամեն ինչ բարդել նրա վրա։ Իրենց պլանը պարզ է, սարքել այնպես, որ նա մեղավոր դուրս գա, իսկ իրականում Միքայելն արդեն սկսել է սեփական հետաքննությունը։ Նա հասկացել է, որ ինչ-որ բանն այն չէ, ուր լուր հավաքում է փաստեր։ Լևոնը փակեց թղթապանակը, աչքերը մի պահ փակ մնացին։ Նա ծանր շունչ քաշեց ու ասաց. Գիտեի, ես զգում էի, որ դա հենց իրենք են, բայց հիմա ես չեմ գնալու ոստիկանություն, ես կսպասեմ։ Թող մտածեն, թե հաղթել են, իսկ հետո նրանք իրենք կբացեն իրենց թակարդը։ Եվ այդ պահից Լևոնի պլանը սկսեց ձևավորվել, սառը, հաշվարկված և անշեղ։ Լևոնը վերջապես որոշեց գործել։ Նա պետք է բացահայտեր դավադիրներին, այնպես, որ նրանք անգամ չկասկածեն, թե թակարդի մեջ են ընկնում։ Նա և հետախույզ Արմենը մշակեցին մի պլան, վտանգավոր, բայց անսխալական։ Լևոնը պետք է ներգրավեր մեկին, ով հանդես կգար որպես նորաստեղծ ստարտափի հիմնադիր։ Արմենը գտավ համապատասխան թեկնածուի, երիտասարդ ու խելացի Արսենին, ով կարող էր համոզիչ կերպով ներկայացնել հաջողակ տեխնոլոգիական նախագծի գաղափարը։ Մի առավոտ Լևոնը կանչեց Զավենին իր աշխատասենյակ։ Զավեն, ուզում եմ, որ ծանոթանաս Արսենի հետ, ասաց նա, ժպտալով։ Նա իմ հին ընկերոջ որդին է։ Տես, խելացի տղա է, նոր ստարտափ է սկսել, ու պետք է նայենք, արժե ներդրում անել, քեզ եմ վստահում դու զբաղվի։ Զավենը գլխով արեց, չտեսնելով ոչ մի վտանգ։ Արսենն էլ խաղում էր իր դերը, վստահ, հանգիստ, առանց ավելորդ խոսքերի։ Մի քանի օր անց Արսենը և Զավենը հանդիպեցին իբր ներդրումային պայմանների շուրջ։ Արսենը ներկայացրեց իր ծրագիրը։ Ժամանակի հետ նրանց հանդիպումները հաճախակի դարձան ու վերածվեցին մտերմիկ շփման։ Երբ Արսենն արդեն ստացել էր Զավենի վստահությունն ու համակրանքը, նա անցավ գործի։ Պայմանավորվեցին գլխավոր և որոշիչ հանդիպման համար։ Հանդիպումն ամբողջությամբ գաղտնի ձայնագրվում էր հետախույզ Արմենի կողմից։ Արսենը սկսեց մեղմ ու զգույշ. Զավեն ջան, մեզ իրականում պետք է ընդամենը 1 միլիոն ներդրում, բայց մի ծրագիր ունեմ։ Եթե համաձայնես, երկուսիս էլ լավ կլինի։ Այս ընթացքում հասկացել եմ, որ կյանքին նայում ենք մի ուղղությամբ ու կարծում եմ, որ պետք է քաղենք այն ամենը, ինչ կարող ենք։
Սկսեց Արսենը, զգուշավոր, աստիճանաբար տրամադրելով հետագա խոսակցությանը։ Զավենը ծիծաղեց ու գլխով նշան տվեց, որ շարունակի։ Լսիր Զավեն ջան, եթե դու որոշես, կարող ենք փաստաթղթերում նշել 2 միլիոն եւ լրացուցիչ հոսքեր ապահովել։ Ես կարող եմ ամեն ինչ ներկայացնել այնպես, իբրև թե ամբողջ գումարն էլ գնացել է ներդրման վրա։ Քո բաժինն էլ կպահենք, 500,000 կմնա քեզ, որպես խրախուսական գումար։ Զավենը սկզբում լռեց, նայեց պատուհանից դուրս, ապա թեթևակի ծիծաղեց։ Նա սկզբում տատանվեց, բայց հետո մտածելով, որ դժվար թե իր ընկերը կասկածի իրեն, հերիք չէ, դեռ մի բան էլ այսքան ակնհայտ կերպով որոշի ստուգել ու փորձել։ Իհարկե, Լևոնը չի իմանա, ասաց նա։ նա ինձ վստահում է, բայց 500,000 քիչ է։ Դուրս կգրենք 2.5 միլիոն, որից 1 միլիոնը հետ կվերադարձնես ինձ։ Դու կզբաղվես փողերի կեղծ բաշխմամբ, իսկ մնացածը ես ինքս կկարգավորեմ։ Արսենը ձևացրեց, թե զարմացած է, բայց համաձայնվեց։ Լավ, դու գիտես ինչպես անել։ Զավենը ժպտաց ու գլխով արեց։ Լավ է, կարևորն այն է, որ գործը փակ լինի։ Այդ պահին Արմենի թաքնված սարքը ամեն բառը ձայնագրում էր։ Երբ հանդիպումը ավարտվեց, Արսենը հեռացավ, ասելով, թե կսպասի փոխանցումների հաստատմանը։ Իսկ Լևոնը լսելով ձայնագրությունը հասկացավ, վերջապես բռնել է նրանց կեղծ խաղի վերջը։ Այժմ նա ուներ ոչ թե կասկածներ, այլ փաստեր, Զավենի սեփական ձայնով։ Մնացածը պարզապես ժամանակի հարց էր։ Հետախույզ Արմենը շարունակեց հետևել Զավենին, առանց նրա ուշադրությունը գրավելու։ Նա գիտեր, որ ցանկացած մանրուք կարող է դառնալ ապացույց։ Երեկոյան գրասենյակից դուրս գալուց հետո Զավենը մեքենայով ուղևորվեց դեպի Գլենդելի կենտրոն։ Նրա վարքագիծը վստահ էր, դեմքը գոհունակ։ Արմենը հեռավորությունից հետևեց, պահելով աննկատություն։ Քաղաքի լուսավորված փողոցներից մեկում Զավենը կանգնեցրեց մեքենան մի բարձրակարգ ռեստորանի մոտ։ Մի քանի րոպե անց այնտեղ հայտնվեց Լուսին։ Նրա տեսքը շքեղ էր, շարժումները հանգիստ ու վստահ։ Նա մոտեցավ եւ Զավենը ներս հրավիրեց նրան։ Արմենը դիտում էր նրանց ապակեպատ պատուհանի միջով։ Նրանք նստել էին մութ անկյունում, հեռու մյուս այցելուներից։ Սևանին շամպայն կար, եւ նրանց ժեստերից պարզ էր, տոնական տրամադրություն ունեն։ Զավենի դեմքի արտահայտությունը հպարտ էր, Լուսինը բավարարված։ Երբեմն նրանք փոխանակում էին հայացքներ ու ժպիտներ, ինչպես մարդիկ, ովքեր կիսում են ընդհանուր գաղտնիք։ Արմենին պարզ դարձավ, որ սա սովորական հանդիպում չէր։ Նրանց պահվածքում կար թեթև ինքնավստահություն, որը միայն մեկ բան կարող էր նշանակել՝ գործը հաջողված է։ Նա լուսանկարեց տեսարանը մի քանի տարբեր անկյունից, նշումներ արեց իր տետրում եւ հեռացավ, համոզված, որ Լուսին եւս ներգրավված է եղել այդ խաբեության մեջ։ Այդ պահից Լևոնի կասկածները վերջնականապես հաստատվեցին։ Օրեր անց, երբ բոլոր ապացույցներն արդեն Լևոնի ձեռքերում էին, նա առանց վարանելու անցավ իր վերջին քայլին։ Այն առավոտը սկսվեց լռությամբ, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու էր տնօրենը բոլորին կանչել ժողովի։ Լևոնը նստած էր իր աշխատասենյակի գլխավերևի սեղանի մոտ, հանգիստ, բայց դեմքին այնպիսի սառնություն կար, որ մթնոլորտն արդեն խոսում էր սպասվող փոթորկի մասին։ Զավենն ու Լուսին ներս մտան, չիմանալով, թե ինչ է նրանց սպասում։ Լևոնը չբարձրացրեց ձայնը, պարզապես սեղանի վրայից վերցրեց մի թղթապանակ եւ դրեց նրանց առաջ։ Ներսում կային բոլոր փաստաթղթերը, ձայնագրությունների տեքստեր, լուսանկարներ։ Զավենի դեմքը սպիտակեց, Լուսին փորձեց ինչ-որ բան ասել, բայց ձայնը խեղդվեց։ Լևոնը դանդաղ վեր կացավ տեղից, նրա ձայնը սառն էր, բայց յուրաքանչյուր բառ հնչում էր անշեղ դատավճռի պես։ Նա ոստիկանություն չդիմեց, չցանկացավ աղմուկ։ Բայց ասաց այն միակ բանը, որ նրանք երբեք չէին մոռանա։ Եթե երբևէ կրկին հայտնվեն իր ճանապարհին, դա կլինի նրանց կյանքի ամենամեծ սխալը։ Նրանց դուրս բերեցին գրասենյակից։ Բոլորը լուռ էին, ոչ ոք չէր համարձակվում հարցնել, ինչ է տեղի ունեցել։ Նոր տեղակալ նշանակվեց Միքայելը։ Նա միակն էր, ով սկզբից տեսել էր վտանգը եւ փորձել էր զգուշացնել։ Լևոնը նայեց նրան երկար ու ասաց միայն մի բան.
Երբեմն ճակատագիրը փոխվում է ընդամենը մեկ քայլից։ Այդ մեկ քայլը Միքայելը ժամանակին արել էր, ցուցաբերելով մարդկայնություն ու ազնվություն, եւ հենց այդ քայլն էլ դարձավ նրա կյանքի շրջադարձային պահը։ Թող որ Աստված ձեզ հետ լինի։